Գազության քաղաքացիների կողմից նաև կա այսպիսի մտահոգություն, որ օրինակ բանկեր դիմելու են, չգիտեմ, քարտերի համար, այնտեղ էլեկտրոնային հասցե են ուզում, օրինակ չգիտեմ, 86 տարեկան պապիկը ինչ էլեկտրոնային հասցե պետք է ներկայացնի, ոնց է այդ լուծումը պատկերացնում։ Հարցը երկու ենթատեքստ ունի։ Նախ այնինչ նախատեսված է բանկի ընթացակարգերով, բանկը պարտավոր է պահպանել։ Երկրորդ, երևի թե մեզի շատերով լսում կամ մասնակցում է այդ համակարգին, տեղյակ է, որ ինքը էլեկտրոնային փոստի հասցեներով ստանում է հաղորդագրություններ, կարևոր հաղորդագրություններ։ Չգիտեմ, բացեն որ հաշվին նստեց, հաշվից գումար դուրս եկավ եւ այլն։ Այսինքն դա այդպես կամայական ոնց որ ցանկություն չի։ Հնարավորինս մեկ այդ երկրորդային ինֆորմացիա կրող տեղեկատվությունները բացառել ենք։ Դա այն անհրաժեշտ տեղեկատվությունն է, որ պետք է բանկին իր ծառայությունները պատշաճ մատուցելու համար։ Այնպես որ մեր տարեց կենսաթոշակառուները ունենք այդ փորձը, վստահելի այն հասցեներ տալիս, որ կարող է կապը ապահովել կենսաթոշակառուի եւ բանկի միջեւ։ Իսկ այդ հասցեներին էլ եմ ասում պարտադիր են, որպեսզի կարողանա բանկը անհրաժեշտ հաղորդագրություններով կապ հաստատի իր թոշակառուի, իր շահառուի հետ։ Տիկին Բեգլարյան, եթե միայնակ տարեց է, ինչ լուծում եք առաջարկում այդ դեպքում։ Էլեկտրոնային փոստերի հետ կապված ենթադրում եմ, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը իր համար այնուամենայնիվ կփորձի բացել էլեկտրոնային փոստի հասցե, եթե քաղաքացին համաձայն չլինի կամ չգիտեմ, ամեն դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն պետք է բանկային հաշվի քաղվածքներ ստանալու համար, բանկի հետ կապ ապահովելու համար, կարծում եմ, որ միայնակ տարեց քաղաքացին էլ դեմ չի լինի, եթե սոցիալական ծառայության աշխատակիցը նրան օգնի էլեկտրոնային փոստի հասցե ձեռք բերելու ու հետագայում նաև օգտվելու համար։